իմ ամուսինը այս գտետը օկտեմբերին կլինի 2 տարի, որ կալանքա գնում, անդադ հետազոտվում է դատերը։ Ու ինքը ունի առողջական լուրջ խնդիր, ունեցել է երկկողմանի թոքաբոր, ինքը մինչև այս 2 տարիներ էլի կալանավոր է, դատապարտյալ է եղել, կալանավոր է եղել, ազատվել է, իբրև այդտեղ բուժել է իրան թոքաբոր, բայց ինքը որ ազատվեց, 3 օր հետո ընկա վերակենդանացում Մարտունիում իրաց ուժած թոքաբորի պատճառներ, նախագծներ հետևանքով։ Ինչևից է։ Այդ ամեն ինչը դնում եք մի կողմի, ուրեմն հիմա իմ ամուսինը ինչ նստած է, այս տարուզավելը ասում է ես ջերմում եմ, ես լավ չեմ, չափում է 7-7.5 մինչև 8 ջերմում է, ուրեմն 7 ամիս անըտ մեջ իրան անտիբիոտիկներ են տալիս առանց սնկայինի, ու իրա մոտ աղիքային բորբոքում, թոքեր, այնտեղ կոկորտ, այս բային ինքը շատ վատ է, ամպի 20-ից սկսած, այս ամպի 20-ից արդեն 8 օր, իմ ամուսինը գտնում է այս վիճակում, ամեն օր խնդրում է, ասում է, ինձ տարեք մի հատ անասուտամ, ինձ չգիտեմ, այնտեղ ոմանք Բաբայանը որոշում է կայացնում, որ չի լինի, երեք էլ ընդունել է բժիշկը, էլ ոնց է ընդունել, էլ զանգել ենք մարդու իրավունքներ, էլ առողջապահության նախարարություն, իմիջիայլոց ասեմ մարդու իրավունքների տպավորությունն է, որ այնքան իմիջիայլոցը դեպքի սանջատում են նույն քեռախոսը չուզենալով, բայց դեպքի Նարմինե ջան, գիտեք դե ոնց, ասեմ խնդրում եմ, եթե հնարավոր է մեկը թող գնա իր վիճակը տեսնի, այդ վիճակին չեն տանում, որ անալիզ ես ասում եմ, ես խնդրում եմ, ես պատրաստ եմ գնամ վճարելու, իրան տեղափոխել հիվանդանոց, թող մի հատ իրա զննումները, չգիտեմ, անալիզները տա, նորից հետ տանեն, բժշկի նշանակումներ անեն, այստեղ կանոնի, մեկ դեր հետանենք, տանեն իրանցից ոչինչ մենք չենք ուզում, այդ ամեն ինչը դեռ ուժում ինքը ստանա, հնարավոր չի, չենք կարողանում, չեն տանում այդ մարդուն, հիմա իմ ամուսին եք բանա, հացադուլի դիմում ագրել, ասան նույնիսկ կախտեմ հայտեց խոքնել եմ այդտեղից, սրան վերաբերմունքի, դարձադարձա նախարարությունը զանգել, մենք այդ հասով չենք զբաղվում, ես զանգել եմ 84-45-ի պրեպ, եթե ճիշտ եմ հիշում, առողջապահության, քրեակատարողնան այդ առողջապահության որ զբաղվում են, զանգել ենք դա մեր խնդիրը չի, պոագինն է, չգիտեմ, ում զանգել ենք, ոչ մեկի խնդիրը չի, մանցույրով զանգում եք, զուննացով, պատկերացրեք, ես անգեղտ եմ ասում, երկու աչապահած երեխու մամա եմ, չգիտեմ ինչքան։ Տիկին Արմինե, ես ճիշտ հասկացա, որ նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու հարց կա, թե գոնե քրեակատարողական հիմնարկի պայմաններում պատշաճ բուժօգնություն ստանալու հարց։ Քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժում չեն անում, եթե պատշաճ բուժում անեին, 7 ամիս անտիբիոտիկների տակ պահելով առանց հակասնկայինի, իրեն մոտ հիմա առաջացել է աղիքային բորբոքում, թոքերը երկկողմանի բանը բրոնխիտա, կողմորդը ամբողջությամբ քարախի մեջ է իր մոտ, բացարձակ իր մոտ ջերմությունը չի իջնում, ու մենք չգիտենք ինչ անենք հիմա, ում դիմենք, ես ուղղակի այդ անորոշ նստած եմ, ես չգիտեմ ինչ անեմ, հենց հիմա հացադուլ է գրել, ու այսպես չգիտեմ, ես պատրաստ եմ բարձրացայինելու, ողր Բաբայանը սպանում է իմ ամուսնու կոնկրետ պոագը, ասեմ միջելոց իմ ամուսնու խցում իրան էլ դրակա, ինքը էխինակով ունի, որ որդերը իրան ուտում են, ականջի հետև կցած վիճակա։ Իբր բժիշկների դինամիկ հսկողություն են դրել, ու այսպես անիմաստ, այնքան որ չեք պատկերացնի, ես էլ չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ում դիմեմ։ Երեք դեր են նշանակել, ասել եմ ասեք դեր նշանակել, ես դեր եմ, Ռամաշկա են նշանակել, տակություն ունի իմ ամուսին, ասեցիք, 39-ի կամերա 40-ից չի իջնում, դեղցի յուղ, Ռամաշկա, մեկ է, ես ինչ-որ էլի անտիբիոտիկ, ասամ, այդ անքո բուժումը, ասամ, հաստոր եմ, էլի բաժուստ, այդ են նշանակել, ինչ անեմ, ասեմ, խնդրում եմ, ասում եմ, իրաց ասա, ես պատրաստ եմ վճարելու, ռենտգեն կդնի, չգիտեմ, այնտեղ իր աղիքներին պետք է բան, այն ինչ են ասում, կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա պետք, որպեսզի հասկանանք, ինչ խնդիր է իր մոտ,
խնդրում ենք իրանց որ չեն անում պետք է բերել քաղաքային հիվանդանոց ասում ես կվճարեմ եկեք չկա տենց բան չեն անում վերջ սպանում են ուղղակի այնտեղ կանանավորների ուղղակի